Անդրանիկ, հանրագիտարանային տվյալներ։ Անդրանիկ Թորոսի-Օզանյան, հայ ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Սևաբերդ, հետագայում Շապին Գարահիսար գյուղաքաղաքում։ Օզանյանները ճանաչված արհեստավորներ էին։ Անդրանիկը տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց հետո կանգնում է հոր կողքին, Հյուսնի դասգահի առաջ, սակայն ժամանակներն այլ էին։ Անդրանիկը Շապինանդ ֆիդայական մականունը ստացավ աղբյուր Սերոպի խմբում։ Հետագայում թրկական հրոսակների դեմ պայքարում նա սպայական աստիճան ստացել է բուլղարական բանակի կազմում, իսկ գեներալի կոչման արժանացել է ռուսական բանակում։ Հայ ժողովուրդը նրան պատվեց զորավար կոչումով։ Անդրանիկի մեծագույն ծառայությունը ոչ միայն նրա վարած 150 մարտերն ու ճակատամարտերն են, որոնք ձգվում են Սասունից, Տարոնից մինչև Վասպուրական, Զանգեզուր ու Լոռի, այլ այն, որ նա հազարավոր հայ գաղթականների փրկել, ուղեկցել և հասցրել է ներկայիս Հայաստանի սահմանները։ Երբ իջնում էր երեկոն ու մարում էին հյութված ջրակները, երբ խտանում էր խավարն ու վիշապազայն հողմերը բախում էին լեգենդի ու իրականության դարպասները, մենք շունչներս պահած սպասում էինք Անդրանիկի հրաշքին։ Նա մեզ այցի էր գալիս խավար գիշերներին, ամենատես աչքերից ու ամենասուր ականջներից հեռու ու գաղտնի։ Մեր մեծերի պատմությունների միջից հայտնվում էր նա, ջերմակցիավորը, միգասքող լեռների ամենաբարձր կատարին, ճառագող լուսապսակով, թշնամական գնդակները, արկերն ու նույնիսկ կայծակները շառաչում էին նրա շուրջ բոլորը, հասնում, խփվում էին հրակայում ճակատին, խճճում մազերի հագուստների մեջ ու հրաշեք խրցերի պես թափվում գետնին, իսկ նա, զորավարը, աչքն անգամ չէր թարթում, լարված ու լուռ հետևում էր ձորերում սողացող թշնամական զորախմբերին և ընտրում հարմար պահը։ Զորավար տագնապել են մտերիմներ, ախր թշնամին քեզ կնկատի բարձունքի վրա։ Ինձ միայն թշնամին չի նկատում, պատասխանել էր։ Տեսնում ու դեպի մեզ են ձգվում զարկված ու զրկված հայ գաղթականների քարավանները։ Անդրանիկի թուրը դա լեգենդերի կապույտ կայծերով ուզված հայ նահապետի նետն է, ամենազոր թուր կայծակի, որը կոչված է արդարությունը վերականգնելու, խաղաղություն հաստատելու համար։ Այդ թուրը ժողովրդի նվերն է և շողացել է ժողովրդի թշնամիների, բռնակալների, ազգի դավաճանների գլխավերևում և մերկանալուց, փայլատակելուց առաջ որպես երկնային դատավճիռ դղրդացել է Անդրանիկի ձայնը։ Ռես ավե, դու մի պուլիկ ոսկով ծախեցիր ազգի պատիվը։ Բշարե Խալիլ, հայակեր շուն, դու կտրեցիր մեծ հայդուկապետ աղբյուր Սերոպի գլուխը, դու քանդեցիր Սպաղան գյուղը սպանված ու վիրավոր գյուղացիներին լցրեցիր Մակարի տան մեջ ու վառեցիր, շշտակի իջել է բարձրացած թուրը։ Հիմա այդ թուրը հայոց պետական թանգարանի մասունքներից է։ Քեզանից քեզ, հայ ժողովուրդ։ Նրա անունը շշուկով էր հնչում, նրա պատկերը նվիրական գաղտնիքի պես ասեղնագործ թաշկինակների մեջ փաթաթված պահվում էր ամենախոր սունդուկներում, նրան հիշելը մահացու մեղք էր ու հանկարծ պորտկաց ընդվզեց ժողովուրդը, լսեցինք, որ Ուջան գյուղը կանգնեցրել է Անդրանիկի արձանը, ծովացավ, ափերից դուրս եկավ ժողովուրդը գնաց տեսնելու իր զորավարին, ուջանցիներին։
Ովքեր են նրանք այդ հանդուգն ու ջանցիները։ Քանի ուջաններ, անդրանի կաղաններ կան երկրում, արտերկրում, մեր իմացության երևակայության սահմաններից դուրս։ Քանի ազատամարտիկներ Շապինանդի ազնիվ մղումով լեռները բարձրացան ու վաստակեցին Ֆիդայի անուն կոչումը։ Ժողովուրդը այդ միակ նվիրական բառի մեջ ամփոփել է Արաբոյի ժամանակներից սկիզբ առած լեգենդը։ Լեգենդը հեռվից եկող սրտահույս մեղեդի է։ Հին դարերի կանչ ու արձագանք, որը թաղվում ու հառնում է, ծլում ու ծլարձակում է։